Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 17-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դժկամությամբ անվանել է Ուկրաինայի հետ խաղաղության ճանապարհին խոչընդոտ։ Ի պատասխան հինգշաբթի Թուրքիայում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպելու Պուտինի բաց թողնված հնարավորության մասին հարցին։ Միաժամանակ նշելով, ես շատ ծանր խոսակցություն եմ ունեցել Զելենսկու հետ, քանի որ ինձ դուր չեկավ նրա ասածները, ես միշտ ասել եմ, որ նա հաղթաթուղթ չունի, եւ իրոք նա չունի։ Տրամպը հավելել է, որ Պուտինը հոգնել է պատերազմից, թեև փորձում է հակառակը ցույց տալ։ Նա լավ տեսք չունի, եւ նա ուզում է լավ տեսք ունենալ, նշել է Տրամպը։ Իսկ շարունակենք ստեղից, բայց մի հատ հարց։ Այ հիմա Դոնալդ Տրամպը նորից խոսում է նրա մասին, որ սա առաջի դեպքը չի, որ ասում է, որ Զելենսկին հաղթաթուղթ չունի։ Ինչ ասա նշանակում։ Իսկ ինչ հաղթաթուղթ պետք է ունենար Զելենսկին։ 3 տարուց ավել կռվում է Պուտինի հետ, անընդհատ փորձում եք համոզել, որ դու չգիտես Պուտինն ով է կամ Ռուսաստանն ով, ասում է գիտեմ, ես եմ իր հետ կռվում, ինձ եք բացատրում ով է։ Ես գիտեմ ով է։ Ինչ եք դուք ակնկալում, որ Զելենսկին անի։ Դուք Զելենսկով առնվազն պետք է հպարտանաք։ Զելենսկին այդ վիճակում ցանկանում է իր հողի համար կռիվ տա։ Պատրաստ է վճարել 100 միլիարդի զենք եք տվել նվեր, 500 միլիարդի հետ է տալիս։ Ասում է դե հիմա էլի զենք տվեք կռվում ենք, համախմբենք մեր ժողովրդին կռվենք մենք։ Լա դուք պատկերացնում եք Զելենսկին պատահաբար Ռուսաստանի կարողություններն ունենար կամ Դոնալդ Տրամպի կարողությունները։ Պուտինը ոտով վազելով կգնար Մարս մոլորակ։ Այնտեղ Մասկին կսպասեր։ Վախից։ Այսինքն ի՞նչն է հարցը, որ հաղթաթուղթը պետք է ունենար։ Հաղթաթուղթը դա մեկն է։ Դոնալդ Տրամպը գնացել է Մերձավոր Արևելք, հրաշալի պայմանագրեր կնքել ու պայմանավորվածություններ ունեցել, բայց դա ոչ միայն ներդրման է վերաբերվում Միացյալ Նահանգներում, այլ նա շատ հանգիստ կարող է նավթի գները գցելով, այսինքն արդյունահանման ծավալներն ավելացնելով Ռուսաստանին ծնկի բերի։ Բայց դա հենց ավելի ինչ հաղթաթուղթ եք ուզում։ Հաղթող մարդը, կռիվ տվող մարդը, այն մարդը, որ այդ վիճակում այդքան իր դեմ ինչ ասես անում են, այդ պարագայում նա կարողանում է իր երկրում լիդերությունը պահի։ Որ ամեն օր տարածքային կորուստներ է ալնում, պատերազմ է ալնում, հարվածներ է ալնում, գործնականում անվտանգ տարածք չկա Ուկրաինայում։ Այդ պարագայում կարողանում է իր հասարակությանը համախմբել ու պատերազմել, դա հաղթաթուղթ չի։ Հաղթաթուղթը դա է, որ Դոնալդ Տրամպը ասեր որպես աշխարհի ուժեղ, ասեր, որ գիտես ինչ, Ռուսաստան այ օկուպանտ։ Դու պետք է քո չափերի մեջ մնաս։ Եթե չէ, հիմա կտեսնես գլուխդ ինչ կբերեմ։ Իհարկե մեզ համար շատ մեծ առավելություն է, որ նա կարող է Մերձավոր Արևելքում նման կարգի ներդրումային ծրագրեր անել, բայց երկու մտավախություն էլ ունենք։ Այդ երկուսն էլ նայեք, առաջինը, որ դա ինքը շատ հանգիստ կարող է օգտագործի Պուտինի դեմ եւ ասի, որ դու մտել ես հարևանի տարածք, այսինքն դու պետք է պատժվես, եթե այսօր Դոնալդ Տրամպը կանգնի ու մտածի, որ եթե ուժեղը հարձակվել է մեկից տարածքա վերցրել, դու հաղթաթուղթ չունես։ Բայց դեպքում հարց ածակում մենք, իմ սիրելի հայրենակիցներ աշխարհասփյուր, բա մենք ինչ հաղթաթուղթ ունենք Ադրբեջանի դեմ, Թուրքիայի դեմ, Իրանի կամ Ռուսաստանի։ Մեր հաղթաթուղթը ո՞րն է։ Այսինքն մեզ ինչ ասեն, մենք պետք է ընդունենք, հա։ Դա ո՞նց կարա մեզ համար նորմալ լինի։ Ինչ կապ ունի դու Ուկրաինային ես ասում, թե մեզ։ Ուկրաինային ասում ես, մեզ ասես, չասես, մենք այդքան ուղեղ ունենք հասկանալու համար։ Որ կռվող մարդուն, 3 տարուց ավել կռվող մարդուն, անհավասար ուժերի պարագայում կռվող մարդուն, դու այսօր կանգնում ես ամոթանք ես տալի, որ դու հաղթաթուղթ չունես եւ չես գնում զիջումների։ Այն դեպքում, որ այդ հաղթաթուղթը գտնվում է Դոնալդ Տրամպի ձեռքին, արդարության գործիքը գտնվում է իր ձեռքին եւ ասում է այ օկուպանտ դուրս արի, եթե հիմա նավթի գները կգցեմ եւ կտեսնես ինչ կլինի։ Մյուսը որ այսինքն այս գործիքը, որը որ չի օգտագործում, երբ որ դա հրաշալի գործիք է, եւ երկրորդ, երբ որ Դոնալդ Տրամպը
արաբների հետ պայմանավորվելու ընթացքում, իսկ ինքը առաջի պաշտոնավարման ժամանակ էր արաբների հետ ցանկանում իր հարաբերությունները կարգել զուտ Իսրայելի համար, Իսրայելի հետ որ այդ հարաբերությունները լավացնեն, միանգամայն նորմալ է, բայց այսօր հարցը նա է, եթե այսօր դու կանգնում ես արաբների հետ խոսելուց նրանք միջնորդում են, որ Սիրիային օգնես, իսկ դու նաև խոսքի մեջ ասում ես, որ այո, ես խոսել եմ, կհանեմ պատժամիջոցները, նաև Թուրքիայի հետ խոսել եմ եւ կարևորում ես Թուրքիայի միջնորդական առաքելությունն ու դերակատարությունը, երբ որ որոշ ժամանակ առաջ ասել ես, որ Սիրիան ուղղակի Թուրքիայի վերահսկողության տակ է եւ շատ ես հավանում Էրդողանին, մենք այդտեղ էլ մտահոգություն ունենք։ Այսինքն այս երկու խնդիրը մեզ համար կա։ Այդ փայլուն հաջողությունը, որը որ կարելի է համարել այդ ներդրումները, այն հաջողությունը, որ Սաուդյան Արաբիան կանգնում է ասում, պատրաստ ենք արդյունահանել ավելի շատ, թեկուզ գինը գցենք, դրանից ավել Աստծուց կարակ եք ուզում։ Հանգիստ էլ կարակ Ռուսաստանին ասեք, խելքդ գլուխդ չես ուզում հավաքես։ Սա մեկ, եւ երկրորդ, եթե Սիրիայի հետ կապված հարցը պայմանավորվում է այս հաջող գործարքների հետ ու պայմանավորվում է Թուրքիայի հետ, առավել ևս Թուրքիան էլ ասենք միջնորդական առաքելությամբ ընդունում է Ուկրաինային եւ Ռուսաստանին իր տարածքում, առավել ևս որ հիմա հայտարարում է, որ ասма գիտեք ինչ բանը ես ամեն ինչ կձեռնարկեմ, որպեսի կարողանամ հասնեմ խաղաղության գործընթացին, Էրդողանը մի հատ իրան նորից կարևորում է, որ ոչ թե մենակ հարթակ ենք տվել, որ հանդիպեն, մենք լուրջ գործ ունենք անելու։ Եվ այսինքն այս պարագայում ստացվում է Թուրքիայի դերակատարությունն է մեծանում եւ արաբական երկրներից, եթե կախումը մեծացնես, ոչ թե արաբական երկրների գոնե օգնությամբ Ռուսաստանին չպատժես, այսօր նորից էլի վերադառնալու ենք նախկին պատմությանը։ Չի կարելի միակողմանի ուժեղացնել նրանց եւ այդքան կախվածության մեջ մնալ իրանցից։ 73 թվականի հոկտեմբերի 27-ին արաբական նավթարդյունահանող երկրները նավթային էմբարգո մտցրեցին, իդեպ նաեւ վերաբերվում էր Ամերիկային, Կանադային, Ճապոնիային, Մեծ Բրիտանիային, Նիդերլանդներին եւ ինչի համար իրանք այդ նույն Սիրիան հարձակվել էր Իսրայելի վրա, Ամերիկան եւ այդ երկրները աջակցեցին Իսրայելին, պատասխան գործողության հակահարվածի անցավ իրանք նավթային էմբարգո մտցրեցին։ Այսինքն այդքան մեծ կախվածություն չի կարելի ունենալ նաև արաբական այդ երկրներից ու չափից շատ իրանց վստահել։ Այո, նրանց հետ կարելի է աշխատել, կարելի է գործ ունենալ, բայց մինչև մի հատ սահման, նրանով պետք է շարքից հանես Ռուսաստանին, հետո մտածես ինչով պետք է այնպես անես, որպեսի բալանսը պահես սա բանի հետ։ Արաբական երկրներ, այսինքն իրանց հետ կարելի է համագործակցել, բայց իրանցից կախվածությունը չմեծացնել։ Մի անգամ խորհրդային միությունից կախվածությունը մեծացրել եք, արաբական երկրներից կախվածություն ունենալու պատճառով։ Հիմա երկրորդ անգամ չի կարելի այդ նույն սխալն անել։ Այո, կարող ես արաբական երկրներով խաղից հանել են մյուս խաղացողին, որից հետո էլ նաև պետք է մտածես, որն է քո հակակշիռը, ու այդ դեպքում արդեն պետք է մտածես, ուզես չուզես, Իրանի շարքից չանես, դի կողմնորոշվես, հիմա դու ում հետ ես։ Չես կարա միաժամանակ 3-ի հետ էլ լավ լնես կամ 3-ի հետ վատ։ Բայց մի հատ էլ ձեռի հետ էլ ուզենաս մեկուսացնես Չինաստանին։ Չի լինում նման բան քաղաքականության մեջ։ Այսինքն մեր համար լրիվ նորմալ կլներ այդ հաղթարշավը Մերձավոր Արևելյան, եթե արդյունքում հարց լուծվեր։ Բացի դրանից մենք էլ ունենք մեր սուբյեկտիվ մոտեցումը, չէ՞, ինչքան ուզենանք որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողություններ ունենա, ուզում ենք որ այդ հաջողությունը աշխարհի համար հաջողություն բերի։ Ամերիկայի դերակատարությունը մեծացնելու, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները գնա Մերձավոր Արևելքում պայմանավորվածություն ձեռք բերի, Թուրքիայի դերակատարությունը մեծացնի, Աստված գիտի այդ դեպքում մեր հետ ինչ կկատարվի։ Եվ մեկ էլ Ռուսաստանի հետ կապված Ուկրաինային մեղադրի, որ դու հաղթատուղթ չունես։ Բա հաղթատուղթը քո ձեռն է։ Ում կանգնի ասա հպարտանում եմ այդ ուժեղ տղով, որը որ ամեն ինչ չել կարար դներ մի կողմ ասել, եթե Ամերիկան անգամ Ռուսաստանի դեմ չի ցանկանա մարճակատման գնա, հավաքական Եվրոպան չի ցանկանում, ես ով եմ։ Կներեք ժողովուրդ ջան, այսքան կռվեցի էլի վիճակի չեմ։ Ինչն էր իրան պակասելու, որ վեր կենար միտեղ գնար որպես վտարանդի կառավարություն։ Ինչա, վատեր ապրելու, ինչ որ խնդիրներ ունենալու, կամ ամեն օր ռումբի տակ ապրելով, հրթիռի հարվածի տակ ապրելով ավելի անվտանգ ու ավելի բարեկեցիկ է, հա իր համար այդ կյանքը։
Այսինքն սա է պետք է որպես արժեք լինի, ցավում եմ, որ դա դեռ մինչև հիմա օգտագործում են Զելենսկու վրա խոսալու համար։ ԱՄՆ նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, որոնք նախկինում հայտարարել էր, որ կարող է կիրառել։ Ես միշտ դա պահուստում ունեի, անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Իդեպ դա շատ կարևոր է, հավելել է Տրամպը։ Այ արևը տապրի, ասա գոնե իմանանք, որ պատրաստ ես դրան, որպեսզի Ռուսաստանն է զգաստանա, առավել ևս Ռուսաստանը հրաշալի հաշվել գիտի, թե Մերձավոր Արևելքում նավթի հետ կապված ինչ է պայմանավորվել։ Նրանք հրաշալի դա գիտեն։ Այն որ Ռուսաստանին ասում ես հոգնել է, Պուտինը հոգնածություն չի, շատ արագ գնում իրան ասում են խելքդ գլուխը թավակի, այնտեղ բան է պայմանավորվել։ Իսկ Տրամպի վրա ով կարա հույս դնի, ես որ կարա մի բան ասի, վաղը ուրիշ բան։ Խելոք մնա կարող է խնդիր ունենաս։ Ով չի հասկանում, որ Սաուդյան Արաբիա գնալ գալուց հետո երբ ուզենա նավթի գինը կգցի։ Իսկ որ գցեց Ռուսաստանը խնդիր կունենա։ Դե ասա իմանանք։ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ կարող է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի ավարտը քննարկելու համար։ Մենք պետք է հանդիպենք, նա եւ ես կհանդիպենք։ Կարծում եմ մենք կլուծենք այդ հարցը, բայց եթե մենք չլուծենք այն, դա շատ հետաքրքիր կլինի, թե ինչն է դրա հետաքրքիր չգիտեմ։ Բայց դուք տեսեք, անմիջապես դրանից հետո Պեսկովը հայտարարում է, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, երբ նախագահներ Պուտինը եւ Տրամպը նպատակահարմար կհամարեն զրույց ունենալ, մենք կտեղեկացնենք, այսինքն ցույց տալով, որ դեռ Պուտինը չի որոշել դա, էլի, դա մի հատ Պուտինն էլ պետք է մի հատ որոշի, նոր իր այդ քննարկեն, որտեվ Տրամպն ասում է, ես պատրաստ եմ, Պուտինի կողմից փոխանակ ասեն, ես էլ ենք պատրաստ, մնում է ժամանակացույցը ճշտենք։ Չէ, երբ որ տենանք հարմարա թե չէ, մի հատ էլ հստակեցնում են, ասում է, որ եթե այդ բանակցային հետ կապված չլինի ձեռքբերումներ, պատվիրակությունների Ուկրաինա, Ռուսաստան, այդ դեպքում իմաստազրկվում է, որ Պուտինը հեռախոսազրույց ունենա Տրամպի հետ։ Սա Ռուսաստանի պատասխանն է։ Բայց դրանից արդեն հետո Դոնալդ Տրամպը ոնց որ արդեն հասկանում եք, չէ՞, դա ոնց որ ինադի գցեց մարդուն։ Այսինքն դու մի հատ ասում ես արի Ստամբուլ, ես էլ եմ գալի, չի գալի։ Երկու օր չես իմանում գալու է, թե չի գալու։ Մի հատ էլ ասում ես ուզում եմ հետը հանդիպեմ, մի հատ էլ ասում է դեռ դրա ժամանակը չի, դա պետք է լավ նախապատրաստվի։ Մի հատ ասում ես դի զանգեն կանգնում ասում է դեռ դրա վաղտը չի եկե։ Կխոսամ այդ ժամանակ, երբ որ որոշակի ձեռքբերումներ կլինի բանակցությունից։ Այ արդեն Տրամպը գոնե հիմա ոնց որ թե որոշել է կոնկրետ քայլանի։ Ինչ ասել դրանից հետո, այս ամբողջից հետո։ Երկուշաբթի, այսինքն մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենան Պուտինի հետ, զրույցի թեման կլինի արյունահեղության դադարեցումը եւ առևտուրը։ Կխոսեմ նաեւ Զելենսկու հետ, հուսով եմ կհաստատվի զինադադար եւ այս պատերազմը կավարտվի, գրել է Տրամպը։ Իհարկե զինադադարի հետ կապված առևտրի թեմայից խոսալը էլի կարող է առևտրի թեմայից խոսալ խոսքի ընթացքում, բայց անընդհատ խոսել արյունահեղությունից, անընդհատ խոսել, որ մարդիկ են մեռնում, անընդհատ խոսել, որ պետքա պատերազմը դադարեցնել, ասել ձեռի հետ էլ միատել, տենանք ինչ գործ են կպցնում, եթե զինադադարը լինի, արժե զրկում է այդ խոսքը, բայց դե մի այդ մարդը տենց է մտածում, ինչ անենք։ Հիմա ամեն դեպքում դուք հասկանում եք, որ ինքը սրանով կոնկրետ օր է նշանակում եւ ասում է երկուսի հետ էլ խոսելու եմ։ Զելենսկու հետ խոսալու որևէ խնդիր չկա, իսկ Պուտինի հետ խոսալը, ինչպես տեսնում եք, խնդիր էր։ Բայց քանի անգամ կարելի է Տրամպի խոսքը արժե զրկել։ Հիմա եթե Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին հետը չխոսա, դա արդեն պարզ է, որ արդեն պետք է քայլ անես, դա ինչ է նշանակում։ Բնական է պետք է ամեն ինչ անի, որ խոսա։ Հիմա այդ խոսալուց հետո թող Տրամպը որոշի ինչ է ասում նրան։ Ախպեր թող մեզ հրապարակային չասի, բայց ասի այն ինչ որ հրապարակային պայմանավորվել եմ Սաուդյան Արաբիայում, այդ ինչ որ պայմանավորվել եմ, ոչ հրապարակային քեզ ասում եմ։ Գնելու եմ գինը գցեմ ու խնդիր ես ունենալու։ Ուկրաինային է զինելու եմ, փողն էլ տվել է։ 500 միլիարդի պայմանագիր ունենք։ Պատրաստ է փողն էլ տա։ Դե մենք տեսնենք արդյունքում ինչ կստացվի։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։
Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման եւ կողմերի կողմից զինադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների պատրաստելու մասին պայմանավորվածությունները։ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում։ Իհարկե Մարկո Ռուբիոն ինքը գնաց Թուրքիա վստահ լինելով, որ կհանդիպի նաև Սերգեյ Լավրովի հետ եւ գնաց տեսավ, որ Լավրովի հետ այդ հանդիպումը չի կայանալու, որտեղ Լավրովը չի բարի հաճել գա, ուղարկել է Պուտինի օգնական եւ մեկ էլ փոխնախարար։ Այսինքն էսա։ Հիմա արդեն Լավրովի հետ հեռախոսազրույց են ունենում եւ քննարկում են այդ հարցերը։ Այսինքն էլ ինչ անեն, որ Ամերիկային ցույց տան, որ ընկեր տեղից է շարժվի, քո արժանապատվությունն է հիմա դրած սեղանին, Ուկրաինայի պատերազմի ելքը չի դրած։ Իսկ հիմա նայենք, այն ինչը որ մեզ մտահոգում է Թուրքիայի հետ կապված ու պատահական չի որ մտահոգում է։ Մանավանդ որ նորից եմ ասում, որ սիրիական հարցի կարգավորումն անգամ Թուրքիայով էր պայմանավորում Դոնալդ Տրամպը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է. Տրամպի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ 2020 թվականին ռուսական S-400 համակարգերի գնումից հետո։ Այսինքն ինչպես տեսնում եք, նույնիսկ Դոնալդ Տրամպը ՆԱՏՕ-ի անդամ պետությանը, որ ասում են ընկերներ, լավ հասկանանք, քո արածը ինչին է նման։ Դու այսինքն հակաօդային պաշտպանության համակարգեր ես առնում Ռուսաստանից, որ ինչ, այսինքն ինչն ես դրել հիմքում։ Եվ այդ պարագայում միանշանակ ուզում էին հասկանալ, մենք չունենք, որ չես ուզում, թե մեզ չես վստահում։ Իսկ Էրդողանն ասում էր, ես չեմ վստահում, որտեղ ասում էին վրա մահափորձ էին կազմակերպում ու կասկածում էր, որ մահափորձ կազմակերպողն էլ Ամերիկայի հետ առնչություն ուներ, ակնարկում էր, որ Ամերիկան էր իր դեմ մահափորձ կազմակերպում։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Էրդողանին զգուշացրեցին, որ իմացի քո հանդեպ մահափորձ է նախապատրաստում։ Ինքն է մտածեց, կարող է, եթե այդպես է իր անվտանգությունը վստահի Ռուսաստանին եւ այս S-400 համակարգերը վերցնի, գոնե անվտանգության խնդիր լուծի ոչ թե պետության համար, այլ իր առանձնատան եւ աշխատանքվայրի եւ որոշակի սենց զոնայով կարողանա պահի դա։ Իհարկե դա այնպես չի, որ դա հիմա այդպես շրջանառության մեջ է օգտագործում, բայց դա ինքը այդ արտահայտությունն արել էր ավելի քան վիրավորական, որ այսինքն ես ռուսական S-400-ներով պաշտպանվում եմ, եթե հանկարծ իմ նկատմամբ մահափորձ կանեն։ Ու մի հատ էլ մտքով չանցավ այդ որտեղից ռուսների հատուկ ծառայություններն իմացան, որ քու դեմ մահափորձ են անելու։ Ռուսաստանի այն հատուկ ծառայությունն է, որ չգիտեր, որ եթե Ուկրաինա մտնեն, իրանց աղոհացով չեն դիմավորելու։ Այն հատուկ ծառայությունն է, որ համարում էր 3 օրում Ուկրաինայում պատերազմը հաղթելու են, որ միանգամից ներսում ռուսամետ ուժերը ոտի են կանգնելու, այդքան տրամադրությունները ինքը գիտեր, Զելենսկին էլ փախնելու էր երկրից։ Այս հատուկ ծառայությունների հայտարարության կամ ուսումնասիրության վրա էր որոշել, որ կարող է այդ հատուկ ծառայություններն էլ կազմակերպել էին, որ հետո էլ ասեն։ Կարող է այս այն հատուկ ծառայությունն է, որ Պրիգոժինը դուրս եկավ Ռոստով մտավ, դեռ ինքը Մոսկվայում տեղյակել չէր, որ Պրիգոժինը բունտ է նախապատրաստում։ Ամերիկան ասեց, որ մենք դե տեղյակ էինք այս ամեն ինչը։ Շարժը այդ ամեն ինչը Ամերիկան էր ֆիքսում։ Ամերիկան էր ռուսներին ասում, լսի, այս ինչ տեղը միջուկային պահեստ ունես, Պրիգոժինը գնում է այդ պահեստը գրավի, խետքդ գլուխը թավակի, այս ինչ ես անում։ Ես որ պատահական չէ, որ ասում էի աշխարհում կունենանք մի քանի միջուկային պետություն, մի հատ էլ միջուկային խոհարար։ Այսինքն Պրիգոժինը կարող է գնալ միջուկային զինապահեստը գրավեր։ Դա պահող չկար, չէին կարող պահեն։ Ամերիկայի հատուկ ծառայություններն ասացին Պուտինին, ինքն էլ հերոսաբար ծլկեց բանի Կրեմլից, որովհետև դե ինքը ռիսկ չէր անի 1000 կիլոմետր կար, բավոր մոտենար հանկարծ Պրիգոժինը։ Այս հատուկ ծառայություններն էր Էրդողանին օգնել, ժողովուրդ ջան, թարսի պես տես բաները հիշում ենք, էլի։ Իսկ հիմա ինչպես տեսնում եք, քանի որ Տրամպը Ռուսաստանի հետ խնդիր չունի, ինչի՞ դե Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված խնդիր ունի։ Էրդողանի ունենա, Էրդողանի հետ էլ խնդիր չունի, բայց մենք արդեն խնդիր ենք ունենում, եթե ինքը իր գործընկեր համարում է Թուրքիային, այս տարածաշրջանում։
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդի տեղակալ Մորգան Օրթագուսը հայտարարել է. իր նախագահության երկրորդ շաբաթում Դոնալդ Տրամպը վերադարձել է Իրանի վրա առավելագույն տնտեսական ճնշման արշավին։ Սա նրա առաջին վարչակազմի քաղաքականությունն էր, որի ընթացքում նա հայտարարեց, որ իր կառավարման օրոք Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ Շատ կարևոր է, որ առաջին անգամ Իրանը ստիպված է բանակցություններ վարել ուժի ճնշման իրական սպառնալիքի ներքո։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներից հատուկ ընդգծում են, որ հիմա Իրանը ուժի սպառնալիքի ներքո է բանակցում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ Դոնալդ Տրամպը ինչ է ասում։ Վաշինգտոնը Իրանին առաջարկ է ներկայացրել միջուկային գործարքի վերաբերյալ։ Նրանք գիտեն, որ պետք է արագ գործեն, այլապես շատ վատ բան տեղի կունենա, նշել է ԱՄՆ նախագահը։ Այմա սա նորից այնա բանակցության ընթացքում նորից այս ճնշման գործիքը օգտագործել Իրանի դեմ։ Բայց եւ միևնույն ժամանակ ակնհայտորեն իրավիճակը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները այսօր պատրաստ չի Իրանին հարված հասցնել, առավել եւս եթե հասցնի էլ դա իր շահերից չի բխում, որ մեր շահերից չի բխում, դա ակնհայտ է, այդ նորություն չի, բայց իր շահերից էլ չի բխում, որովհետեւ այն հարաբերակցությունը, որ ինքը հիմա ցանկանում է ինչ անելու Չինաստանի հետ, արճակատման գնալը ոնց որ չստացվեց, բարեկամ դառնալը դեռ իրան չեն վստահում, Ռուսաստանի հետ կապված դեռ լուծումը չի գտնվել, արաբական երկրների հետ պայմանավորվածության արդյունքում դա ոնց է օգտագործելու աշխարհաքաղաքական դիրքերի հետ կապված, դա միայն զուտ տնտեսական գործարք է, թե նաև աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող, որովհետև նավքով կարող ես այսօր քաղաքականություն որոշել, խաղից հանել մեկին կարևոր, եւ այդ դեպքում ինչա Իրանի նկատմամբ վերաբերմունքը հաստատ, այսպես ասեմ, էլի, ոնց որ կրիմինալիստները մի հատ բան կատարվում է, իրանք պարտավոր են բոլոր վարկածներն ուսումնասիրեն, որևէ հիմք չկա, եթե ինքը ասի, ես համարում եմ, այս վարկածը իրատեսական չի, նա ուղղակի նրան կհամարեն պրոֆեսիոնալ անպիտան, եթե չունես ապացույցներ, որ այդ վարկածը հիմք չունի, ինչի ես մերժում։ Նույն ձևի էլ ցանկացած իրավիճակում պետք է մտածես հավանական բոլոր տարբերակները։ Իրանին կխփի, Իրանին չի խփի, այս կանի, այն կանի, դրանով պայմանավորված ինչ կլինի։ Հարցը դա չի, որ կարող է նաև ասել, կարծում եմ, որ այսօր քիչ հավանական է, դա ուրիշ է, բայց միայն ասել կխփի թե չէ, դա կոֆեի բաժակ նայել չի։ Իսկ այն հիմքերը ինչ պայմաններում կխփի կամ ինչ պայմաններում չի խփի, այդ բազան մարդը, որ իմանում է, վաղը ինֆորմացիայի ցանկացած տարբերակի դեպքում ինքը պատկերացնում է հավանական անելիքները որն է ալնելու, դրանով պայմանավորված եւ նաեւ ինչ կարելի է ակնկալել։ Այսինքն դա է հարցը, որ ի վերջո ոչ մի պարագայում չի կարելի միանշանակ ասել կխփի թե չէ։ Այո, կարելի է ասել, որ այս պահին այդքան էլ հավանական չի, բայց դա պատճառ չի մերժելու մի բան, որը որ քեզանից կախված չի։ Դրա համար հավանական բոլոր տարբերակները քննարկելը դա այն չի, որ վայ խոճապ ենք տարածում, ասում ենք, բա որ Իրանին խփի, մենք խնդրեմ կունենանք։ Մենք ուզում ենք պարզապես հասկանանք, եթե խփի կունենանք, բայց այդ դեպքում մենք ինչ ենք պայմանավորվանում անենք։ Մեր պետությունը պատրաստ է, մոբիլիզացված է, հասարակությունը հասկանում է, ինչ կարա տեղի ունենա, եթե քո հարևանը ներկայացվի այդ պատերազմի մեջ։ Բայց հավանականությունը գնահատելը իհարկե, այս պահին ես ուղղակի այսօր չեմ տեսնում, որ Դոնալդ Տրամպը այդ քայլին կգնա, հաշվի առնելով այդ ամեն ինչի, ինչի մասին ամեն օր խոսում ենք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Իրանը ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից, ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով։ Հիշեք իմ խոսքերը, չկա սցենար, որով Իրանը կհրաժարվի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր դժվարությամբ ձեռք բերված իրավունքից, իրավունք, որից օգտվում են միջուկային զենքի չտարածման պայմանագրի մյուս անդամները, գրել է Արաղչին։ Այսինքն սա էլ են պատասխանը այդ սպառնալիքներին, որը Ամերիկայի Միացյալ Նահանգները հնչեցնում է։ Իդեպ այսպիսի մի խնդիր կա, համարել, որ Ամերիկան Իրանին կխփի մենակ նրա համար, որ թեկուս դա միջուկային զենք չստեղծի, ու Իրան առանձնապես չի էլ հետաքրքրում, որ Իրանը Իսրայելին պատասխան հարված կտա, թյուրիմացությունն է խորը, ասեմ ինչի, որովհետև Իրանի հետ կապված այս պրինցիպի ընկնելը Ամերիկայի մենակ հետաքրքրում է Իսրայելի հետ կապված։ Իրանը որ միջուկային զենք ունենա, վտանգ է ներկայացնելու Իսրայելի համար, ոչ թե Ամերիկայի։
Ամերիկայի Միացյալ Նահանգները ոնց որ թե կարողանում է հաշտվի են մտքի հետ, որ Հյուսիսային Կորեան կամ Հնդկաստանը կամ Պակիստանը միջուկային զենք ունենա, եվրոպական երկրները չհաշված։ Եթե այդ մտքի հետ հաշտվում ես Իրանի հետ ինչի՞ չես հաշտվում, մի պատճառով, որտեղ Իրանը կարող է կործանարար հարված հասցնի Իսրայելին։ Վերջ։ Բայց եթե մտածենք, որ հեչել չհասցնի, այդ դեպքում այնց անում ենք Իրանը միջուկային զենք չունենա, այդ դեպքում հարց է ծագում, բայց ինչի՞ է տենց անում, որ չունենա։ Եթե նպատակը նա է, որ չի հետաքրքրում Իսրայելի ճակատագիրը։ Այսինքն Իսրայելին զոհաբերել ինքը չի կարող, նույնիսկ եթե մտածի, որ դա Ամերիկայի շահերթախը չի լինել ուղղակի տենց բան, բայց չափից շատ թևեր տալն էլ վտանգավոր էր Իսրայելի համար, որի մասին մենք խոսել ենք։ Այսինքն այսօր արդարացված չի պնդել, որ Իրանը զենք չի ունենա միջուկային, եթե հաշվի չես առնում այդ հանգամանքը, որ դա վերաբերում է Իսրայելին։ Այսօր Իսրայելն էլ չի կարողանում Ամերիկային համոզել, որ պետք է հարվածես, կամ ինքը հարվածի Ամերիկային փաստի առաջ կանգնացնի։ Տրամպին տենց բանով չի կարելի փաստի առաջ կանգնացնել, կարող է հետ քաշվի, ասի գնատակից դուրս արի։ Ասի դե այդ տղան դուրս չեկավ։ Վերջ։ Ոնց որ թե լավ չի իրան պայեց, ես իր վրա խաչ եմ քաշել, վերջ, բրծավ։ Հաջորդ օրը կասի շատ սիրում եմ, բայց արդեն պատասխան հարվածը տված կլինեն։ Իսկ հիմա նայենք Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ինչ է հայտարարել։ Իրանը ոչ մի պարագայում չի հրաժարվի իր միջուկային ռազմական կամ գիտական նվաճումներից։ Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանը պատերազմի չի ձգտում, չնայած չի վախենում ռազմական գործողություններից։ Նա ասել է, որ Իրանը միշտ կողմ է եղել երկխոսությանը եւ կշարունակի բանակցել, բայց սպառնալիքի տակ երբեք չի հրաժարվի իր անկախտելի իրավունքից։ Մենք չենք հրաժարվի ռազմական, գիտական, միջուկային եւ այլ ոլորտներում մեր փառահեղ նվաճումներից, շեշտել է Իրանի նախագահը։ Թրամփը տարածաշրջանում մի շարք մեկնաբանություններ է արել, որոնց միայն ինքը կհավատա։ Մի կողմից նա խոսում է խաղաղության մասին, իսկ մյուս կողմից ասում է, թե մենք ունենք գործիքներ, որոնք ոչնչացնում են խաղաղությունը։ Որ բառերը մենք պետք է ընդունենք՝ խաղաղության ուղերձը, թե մարդկանց ոչնչացման ուղերձը, հավելել է Իրանի նախագահը։ Այսինքն ինչպես տեսնում եք, լարվածությունը մեր տարածաշրջանում պահպանվում է, որևէ անելիք, եթե գործնականում համարենք, մենք չունենք, որովհետև այդ ուժեղների խաղի մեջ մենք ոչ կարող ենք միջնորդը լինենք, ոչ էլ կարող ենք որևէ ձևով կանխենք դա, բայց գոնե մենք որպես պետություն մենք պետք է ունենանք մեր ինքնապահպանման բնազդով անգամ պետք է հասկանանք, թե ի վերջո հավանական զարգացումների դեպքում մեր իշխանությունները որ քայլերը կանեն, որով կանխեն։ Ու ես նույնիսկ բավարար չեմ համարում, որ այդ քայլը նա է, որ ասենք ենթադրենք Իրանում գնաս հանդիպում ունենաս եւ ինչով պայմանավորվածություններ ձեռք բերես։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Իհարկե ինչ որ քննարկել են դա պարզ է, այնց ընդհանուր ֆրազաներ, Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը։ Իհարկե այս արտահայտությունը պարբերաբար Իրանը անում է, բայց այն ժամանակ որ անում էր դա ուրիշ էֆեկտ ուներ, հիմա լրիվ ուրիշ էֆեկտ ունի, որովհետև հիմա հարց է ծագում, իսկ ով է ցանկանում ոտնձգություն ունենա Հայաստանի տարածքի նկատմամբ։ Մեր հարևաններն ովքեր են։ Թուրքիան է ուզում, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը ով է ուզում մեր տարածքի նկատմամբ ոտնձգություն, որ Իրանը համարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր գիծ է։ Իսկ հարց է ծագում, իսկ եթե այսօր Իրանը կանգնում եւ ասում է, որ ասենք ինքը Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցում է, ինչ է անելու։ Պատերազմա սկսելու ում դեմ Ադրբեջանի, Թուրքիայի, մի քանի օր առաջ Ադրբեջանին ասում էր ախպեր ենք։ Մեր մշակութային ընդհանրությունը մեր էս եւ նաեւ պայմանավորվում էր, որ Ադրբեջանը լավ լինես, որ Ադրբեջանը պլացդարմ չհանդիսանա Իրանի վրա հարձակվելու։ Դրանից մի քանի օր առաջ ասում էր, որ այն զենքերը, որը Իսրայելն ուղարկում է Ադրբեջան, Հայաստան մենակ քո դեմ չի օգտագործվելու, նաեւ մեր դեմ են պատրաստում օգտագործել։ Այս պարագայում հիմա մենք նայելով թե ինչ եղավ Համասի հետ, նայելով ինչ եղավ Հեզբոլայի հետ, նայելով թե ինչ եղավ Հութիների հետ, նայելով ինչ եղավ սեկտոր Գազայում, ինչ եղավ Սիրիայում, ինչ եղավ Լիբանանում, Եմենում, մենք կարող ենք վստահել, որ այս պարագայում Իրանը եթե ասում է ես երաշխավորում եմ քո տարածքային ամբողջականությունը, դա լուրջ է։ Պատերազմի մեջ համտնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ,
հասկանում ենք, չէ՞ որ չէ։ Առավել եւս որ այսօր մեզ համար նման երաշխիք լսելը ինչ որ միտեղ նաեւ զգուշացնող է, ինչու համար, որովհետեւ եթե այսօր իր գործընկերը ճանաչում Ամերիկան Թուրքիային եւ նույնիսկ այսօր ահաբեկում ու ասում է սա չհամաձայնվես կխփեմ, ու այդ ժամանակ մենք մտածում ենք, որ Իրանը կանգնում է Հայաստանին ասում է իմացի, որ ես քո տարածքային ամբողջականությանը աջակցում եմ։ Ինչ ենք ակնկալում։ Դա ոնց է անկալվում ուրիշ տեղ։ Առավել եւս որ գիտենք, որ ինքը ոչ մի գործիք չունի, ունենալ չի անելու, որովհետեւ մենք տեսանք Սիրիայում իր դերակատարությունը եւ տեսանք 11 օրվա ընթացքում ոնց իրանք Սիրիան հանձնեցին Թուրքիային։ Այդ պարագայում հիմա Սիրիան հանձնող Իրանը Հայաստանի համար կռիվ ատալու նույն Թուրքիայի դեմ։ Այն դեպքում, երբ որ Թուրքիան հիմա սերտ համագործակցում է Ամերիկայի հետ եւ որպես լավ գործընկեր է հանդես գալիս, որը մեզ համար մտահոգիչ է։ Այո, կարող է Նիկոլ Փաշինյանը չի մտահոգվում, որովհետեւ ինքը համարում է, որ ինքը ինչ խնդիր ունի Թուրքիայի նախագահի հետ, բայց մենք նույնն ենք մտածում։ Մենք խնդիր չենք տեսնում Թուրքիայի հետ կապված։ Եվ դա իհարկե ու դրա համար առանձնապես չենք խաբվում այն ասացի վրա, ինչու որ ասում են Իրանում պայմանավորված։ Իսկ հիմա մի հատ հարցի հետ կապված էլ ասեմ, 2025 թվականի մայիսի 15-ին, այսինքն 2 օր առաջ, Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի է ունեցել Հորդանանում Ադրբեջանի դեսպանատան եւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան համայնքի կողմից համատեղ կազմակերպված գիտաժողով Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով խորագրով։ Երկար բարակ չկարդամ այդ ամեն ինչը, դեսպանը հանդես է եկել Ադրբեջանի ներկայացրել, որ իրանք պետք է այդ ժառանգությունը վերականգնեն, պատմական տարածքը, որ կա Արևմտյան Ադրբեջան, դա նկատի ունի ամբողջ Հայաստանի տարածքը, նաև Երևանում են ինչ-որ բաներ գտել իրանց վերաբերվող, Հորդանանի փոխվարչապետն է ողջունել այդ գիտաժողովը, ասել, որ այո, մենք միասին աշխատում ենք որպես եղբայրական ազգեր, աշխատում ենք Ադրբեջանի հետ, այո, այդ ամեն ինչը պաշտոնական մակարդակով, կառավարության մակարդակով ողջունվում է այդ գիտաժողովը, որը անցկացվում մի պետությունում, որը համենայն դեպս ոչ բարեկամ պետություն Հայաստանի հետ կապված չես համարի։ Բացի դրանից մենք գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հորդանանը շատ լավ հարաբերություն ունի, երկրորդ արաբական երկիրն է, որը որ խաղաղության պայմանագիր էր ստորագրել Իսրայելի հետ։ Եվ այս պետության հետ կապված հիմա Ադրբեջանը բոլոր ուղղություններով աշխատում է, Վատիկանում աշխատի, մյուս իսկ արձածակում։ Իսկ այսօր, երբ որ այս ամեն ինչի հետ կապված ինքը այդ քայլերը անում է, մենք դրանից անհանգստանալու ոչինչ չունենք։ Այսինքն մենք խոսում ենք խաղաղությունից, Նիկոլ Փաշինյանը ասում է, դե հասկացանք էլի համար, դե գնում ենք խաղաղության էլի, չեք տեսնում գնում ենք խաղաղության, Ադրբեջանը պայմանավորվել է թուղթ է ստորագրել։ Այսինքն Ադրբեջանը թուղթ է ստորագրում, բայց ծախսը անում գնում է որևէ երկրում, գիտաժողով անում ու ասում Հայաստանը իմն է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք վերականգնենք։ Հա։ Այսինքն ոնց ենք մենք դա համարում նորմալ։ Եվ ուզում ենք հիմա վերաբերմունք տեսնենք։ Բայց դրա համար չենք հավատում, որ այդ որ դու հավատում ես Ադրբեջանի խոսքին, մենք չենք հավատում։ Մի պարզ պատճառով, որովհետև այդ մարդիկ հետևողականորեն աշխարհին ներկայացնում են, որ Հայաստան պետություն չի եղել, իրանց զորով բերել են, ստե տեղավորել են։ Եվ գիտականորեն ապացուցում են։ Իսկ Հայաստանից էլ ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը դա կարողանա անի։ Ամեն ինչ անում են, կարող են մի հատ քարտեզ նկարել մեջը Ադրբեջան ցույց տան, որ գիտեք 2000 տարի առաջ մեր հարևանը Ադրբեջանն է եղել։ Ադրբեջանն ասpa դու չես եղել, մենք քարտեզ ենք նկարում, որ Ադրբեջանը եղել է։ Կարող են գրքեր անել, պատմական չգիտես բաներ անել, որով որ հիմքեր ստեղծենք Ադրբեջանի պատմություն ստեղծենք իր համար, իսկ ինքը հայտարարի, ինքը գնա, չգիտես որտեղից ինչ գտնի, տանի ներկայացնի որպես Հայաստանը դա պատմական Ադրբեջանն է։ Եվ մեզ ասում են հանգիստ տեղները նստեք, մենք Ադրբեջանի հետ բանակցում ենք։ Դե ժողովուրդ ջան, եթե դրանից դուք հանգիստ եք, ձեզ բարի հանգիստ եմ մաղթում, ինչ ասեմ։ Մի հատ կարճ բան, եթե ժամանակ ունենք, արագ հիմա այս կարդամ, ուրեմն 2017 թվականին, այսինքն մի տարի առաջ, մայիսին, այս օրերին, այսինքն հեղափոխությունից, եթե կարելի է հեղափոխություն դնել, չնայած կյանքը ցույց տվեց, թե որն էր հեղափոխությունը, մի մթնոլորտի մասին եմ ուզում ասեմ, որը այսօր էլ նույնությամբ նույն վիճակն է, բան չի փոխվել։ Հասարակական կարգի պահապան որոշ հարգարժան ոստիկաններ, խնդրում եմ ներեք ձեր դասարանի լավ սովորողներին։
մի բան ամբողջը չկարդամ, մի մասը կարդամ, այսպես մի բան այնուամենայնիվ չի հաջողվել անել, մենթին հանել ոմանց միջից, քանի որ հարվածելը, ծեծելը, ստորացնելը նրանց համար ոչ թե իրավունք է կամ ծառայողական պարտականություն, այլ հոգեվիճակ, այդ գործն անելու ստիմուլ։ Այո, չեմ բացառում, որ կան ակտիվիստներ, որոնք տարատեսակ պրովոկացիաների միջոցով ոստիկաններին դրդում են անհամարժեք պատասխանի, բայց որևէ կերպ չեմ պատկերացնում, որ Երևանի ավագանու ընտրությունների օրը ընդդիմադիր ակտիվիստի աղջկան պետք էր այնպես հարվածել, անչափահաս աղջկա մասին է խոսքը, կամ քաշքշել, որ վերջինս ուղեղի ցնցում ստանար։ Սրանով ուղղակի ցանկանում էին դաս տալ նրան, որպեսի հետագայում նման բան չանի, ու որ սա դաս լինի ուրիշների համար, որ ով ուզում է լինի, առանց դեմքին ու դիրքին, տարիքին ու սեռին նայելու, կարող է նրան դաժանորեն պատժել։ Իհարկե, այս իմ կարդացածը, որ 17 թվականի նախկին իշխանությունների ժամանակը ուղղակիորեն վերաբերում է եւ նախկիններին եւ գործողներին, որ հիմա էլ անոր մթնոլորտը, նախկիններին, որ մեծ մի խոսացեք են ինչ որ կատարվում է, ով մենք բարոյական իրավունք ունենք գնահատական տալ այսօրվա արածին, դուք չունեք, որովհետեւ ձեր արած այս սա էր, այն ինչ որ նկարագրում եմ, ձեր ժամանակվա մասին եմ խոսում։ Հասարակական կարգի հարգարժան պահապաններ, եթե փողոցում տեսնում եք մեկին, ում ձեր կարծիքով հարկավոր է կարգի հրավիրել, մոտեցեք ու առանց մի բառ անգամ ասելու ծեծեք, տապալեք գետնին ու այնքան խփեք մինչև անշարժանա, միայն թե շատ եմ խնդրում, ոչ մի պարագայում դաս մի տվեք։ Ախր ձեր հարվածների արդյունքում առաջացած կապտուկները ժամանակի ընթացքում կանցնեն, ցավերն էլ կանցնեն, բայց չեն անցնի ցավն ու վիրավորանքն այն բանից, որ իրենց դաս են տալիս նրանք, ովքեր դպրոցում դասերից մշտապես փախչում էին, հետո լավ սովորողներից արտագրելով մի կերպ, ինչպես ասվում էր, տրամվայի տակ ընկած բավարար ստանալով դպրոցն ավարտում, իսկ հետագայում մել ուրիշներին դաս տվող, կարգի հրավիրող աշխատում։ Եվ ինչպես ասում են, սա դեռ ամենը չէ, փորձում են իրենց դասարանի գերազանցիկներին կյանքի դասեր տալ, թե այդքան կարդացիք ինչի հասակ, իսկ ես հիմա օրենքի անունից կարող եմ ձեզ շանսատակ անել, այն ստորացումների համար, որ ձեզ գովում էին, իսկ վատ սովորելու համար ինձ վրա խոսում։ Դրա համար դաժան անարդարությունը պետք է շտկել, թիկնապահ կամ հասարակական կարգի պահապան դառնալով, ունես ուժ եւ այդ ուժ գործի դնելու իրավունք, ինչպես նաեւ վստահ ես, որ անպատիժ ես մնալու, այլապես այդպես ինքնամոռաց գործի չէիր դնի ֆիզիկական կարողություններդ։ Ու թեպետ քիչ չեն նաեւ ծառայողական պարտականություններում թերացումների համար պատժվողները, բայց ինչպես տեսնում ենք, ոմանց պարագայում դա դաս չի լինում, ու իրենց վարքագծով ստվեր են գցում ողջ համակարգի վրա։ Եվ պետք չէ ամեն անգամ, երբ մի այսպիսի դեպք է պատահում, մատնացույց անել, թե ԱՄՆ ոստիկաններն ավելի խիստ են ու դաժան։ Վերջինը շուրջ 300 միլիոն բնակիչ ունեցող կայացած ժողովրդավարական պետություն է։ Այնտեղ ոստիկանն անդեմ է, նա օրենքի պահապան է, դու էլ հասարակական կարգը խախտող, ուստի կպատժվես օրենքի ողջ խստությամբ։ Մենք փոքր պետություն ենք ու շատ դեպքերում չենք կարողանում հաշտվել այն մտքի հետ, երբ տեսնում ենք, որ մեզ կարգի հրավիրողներն իրենց մարդկային որակներով այդ բարոյական իրավունքը ձեռք չեն բերել, օրենքով իրենց տրված իրավունքից առաջ։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ մեզանում իշխանությունը նույնացվում է պետության հետ, ու դա հատկապես ցայտուն դրսևորվում է իրավապահ համակարգում, երբ ծառայելով օրվա իշխանությանը փորձում են մեզ համոզել, թե ծառայում են օրենքին ու ժողովրդին։ Խոսքս ավարտեմ կենթանի դասականի հայտնի խոսքով՝ սթափվեք։ Այո ժողովուրդ ջան, այս նույն վիճակը կա այսօր, այս նույն վիճակը եղել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, այս նույն վիճակը Սերժ Սարգսյանի ժամանակ, ոչինչ չի փոխվել, մոտեցումները չի փոխվել, եւ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծված խրախուսել է նրանց, ովքեր բիրտուժ են կիրառել։ Եթե չխրախուսեր, այդ մարդիկ կնեղանային, կասեին, բա ձեր ասելով անում ենք, դուք մեզ տեր չեք կանգնում։ Այո, այդ ամեն ինչը արվում է եւ որի պարագայում մենք այսօրվա դրությամբ տեսնում ենք մի բան, որ օրենքի անունից ուժ կիրառելը ուժային կառույցը նա է, ով ուժեղա իրանք նրա կողմն են։ Այո, մեր մոտ մենք ակնհայտորեն գիտենք, որ եթե իրանց պետք կլինի, ինչ ուզում ալնի,
Ուզում է այսօր Նիկոլ Փաշինյանի համար մի հատ թուղթ բերեն, որ այդ մարդը հոգեկան խանգարում ունի։ Ինքը աշխատավարձը ստանում է, վերջ, ինքը պաշտպանելու է այդ մարդուն, պետք է ասի ծառայում եմ օրենքին։ Ինձ հրամայել են, ես անում եմ։ Պետք է կրակենք, պետք է ինչ անենք։ Դուք պատկերացնում եք, որ կարող է որևէ ձևով համակարգը չպահի, որևէ մեկը կարող է գա, դառնա Հայաստանում երկրի ղեկավար ու տենց ինչ ուզենա անի։ Այսինքն կարային Արցախից երկու խոպանչի գային, այդ ինչ հենարանի հիման վրա պետք է կարողանային Հայաստանում բիրտուշ կիրառեն ու ապրեն ու աշխատեն 10 տարի աշխատեն, որովհետև այդ կառույցները պաշտպանում էին իրանց։ Այսօր էլ այդ կառույցը պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Ոչինչ չի փոխվել, ժողովուրդ ջան։ Այդ դրա համար ես կարդացի նրա համար, որ այսօր երբ որ մենք նայում ենք այս վիճակը, այն ժամանակ լսածելներին այսօր այդ խնդրեմը չէինք ունենա։ Այսօր լսեն, վաղ այդ խնդրեմը չենք ունենա։ Մենք իսկապես ունենք համակարգային խնդրեմ, որովհետև այն անվստահությունը, որը որ կա համակարգի նկատմամբ, որ տեսնում են իրանց աչքի առաջ ինչա կատարում։ Այն դեպքում, երբ որ մարդիկ նորմալ օրինապաշտ քաղաքացին մտածում է, որ այդ հասարակական կարգը պաշտպանողները հենց իրան են պաշտպանում, որտեղ ինքը օրենք չի խախտելու։ Ինքը ընդհակառակը պետք է ուրախանա, որ փողոցում տեսնի ոստիկան հասարակական կարգը պահպանող, որտեղ գիտի, որ ինքը չի խախտելու, ինքն է ապահով, ինքը պաշտպանված է օրենքով, պաշտպանված է այդ մարդկանց միջոցով, բայց ամեն օր մենք տեսնում ենք մեր փողոցներում ինչա կատարվում։ Եվ սա հարց է, որ պետք է որակական խնդիր դառնա, անպայմանելի նորից տագնապահարույց մի բան լինի, ոնց որ մի օր դպրոցում մի ահազանգ լինի, որ հասկանանք ինչա, կամ միտեղ հրդեհ լինի, որ հասկանանք ինչա, կամ միտեղ պայթուն լինի, որ նոր ուշադրություն դարձնենք, էներ որ մտամ դարձնում են երկու օր այդ մասին խոսում են, վերջացավ գնաց էլի։ Բայց ամեն օր մենք տեսնում ենք այդ խնդրեմը եւ ամեն օր խոսքը վերաբերում է մի բանի, որ այդ անվստահությունը կա։ Այդ անվստահությունը կա նաեւ նրա համար, որ իրավունքին օրենքին ծառայելու խնդիր չի։ Այո, ես նորից կարդամ այդ մասը։ Իշխանությունը փորձում է համոզել, որ ծառայում են օրենքին ու ծառայում են ժողովրդին, բայց իրավապահ համակարգում եւ ծառայելով օրվա իշխանությանը փորձում են մեզ համոզել, թե ծառայում են օրենքին։ Դա եղել է այն ժամանակ, դա կա նաեւ այսօր։ Ցավալիորեն այդպես է։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։